524 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանը։ Բարև ձեզ, պարոն Քերոբյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեզ ունկալվելու համար։ Ձեզ էլ։ Խոսենք Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից եւ այն պայմանավորվածություններից եւ այն համագործակցություններից, որոնք կնքվեցին, նա խոսում է, որ պաշտպանական համագործակցություն է լինելու 11 միլիոն դոլարի զենք է տրամադրվելու Հայաստանին եւ հետախուզական ԱԹՍ-ների մասին էր խոսքը, այսինքն Հայաստանն է գնելու։ Այս մասով ինչ կասեք։ Տեսեք, սա ոչ աննախադեպ գործարք է, հա, ոչ էլ այս ԱԹՍ-ներն են ինչ որ աննախադեպ հատկությունները ողջված, որը փորձում են իշխանությունների ներկայացուցիչները եւ իշխանամերձ այսպես խոսակգլուխները ներկայացնել որպես մեծ հաջողություն։ Իհարկե հաշվի առնելով, որ մենք տևական ժամանակ Միացյալ Նահանգների հետ չունեինք այսպիսի գնումներ, սա ինչ որ քայլ առաջ է, բայց կրկնվեմ, բանից հետո, տևական դադարից հետո 2000-ականների սկզբին Միացյալ Նահանգները այսպես արտասահմանյան վաճառքների ծրագրի շրջանակներում մեզ վաճառել են ռադիոկապի սարքավորումներ, բայց ոչ առանց սահմանափակումների, հա, եւ համոզված եմ, որ այս ԱԹՍ-ներն էլ, որոնք որ վաճառվում են, իրենք էլ կլինեն ինչ որ սահմանափակումներով։ Ուրեմն հայտարարված բնութագրերի մեջ եթե խորանանք, այնտեղ շատ հետաքրքիր բաներ կտեսնենք, օրինակ GPS-ի կատարյալ խլացման պայմաններում թռչելու հնարավորություն կամ ծածկագրված, գաղտնագրված ռադիոկապի հնարավորություններ, որոնք համոզված եմ ինչ որ սահմանափակումներով մեզ կտրամադրվեն եւ եթե դատենք թե ինչ առումով սահմանափակումներով, այսինքն այդ հնարավորությունները կարող է չլինեն կամ կրճատ լինեն, հա, որովհետեւ այնպիսի տեխնոլոգիաներ են, որոնք այդ ընկերությունների խիստ պահպանվող գաղտնիքների շարքին են դասվում։ Բայց դրանք այնպիսի բաներ չեն, որ տեղական ընկերություններին հասու չեն։ Հա, եւ այդ GPS-ի կատարյալ խլացման պայմաններում թռնելը եւ ծածկագրված ռադիոկապը եւ տևական ժամանակ, թռիչքի տևական ժամանակը, այսինքն այնպիսի բաներ են, որ մեր ընկերությունները վաղուց յուրացրել են։ Հա, կարող է մի ժամ կամ 2 ժամ ավել թռնի այս բիբաթը կամ այսպես կարողանա գիշերն էլ թռնի, հա, GPS-ի խլացման պայմաններում, բայց սրանք փոքր առավելություններ են մեր տեղական ընկերությունների արտադրանքի համեմատ եւ ավելին ասեմ, մեր տեղական ընկերությունները հաստատ ավելի մեծ քանակի արտադրելու հնարավորություն ունեն։ Այսինքն չեն զիջում այդ ԱԹՍ-ների։ Քիչ, շատ քիչ են զիջում, շատ քիչ են զիջում։ Մյուս կողմից պետք է հասկանանք, թե ինչքան են վաճառում, դատելով թե անցյալ տարի ինչ գնով ինչքան են վաճառել Ռումինիայի նավատորմին, 30 միլիոնով վաճառել են 2 համակարգ, որի մեջ ներառված է յուրաքանչյուր համակարգի մեջ 4 այսպիսի ԱԹՍ, հա, մեկ համակարգի գինը գալիս կանգնում մոտավորապես 15 միլիոն դոլար համակարգի մասին ենք խոսում, ոչ թե յուրաքանչյուր ԱԹՍ-ի։ Այո, այս 11 միլիոնը խոսք գնում է երևի 3 կամ 4 ԱԹՍ-ից բաղկացած համակարգի մասին։ Այսինքն խորհրդանշական բնույթ ունի, ավելի քաղաքական, սա ավելի գործունեության քաղաքական նշանակություն ունի այս գործարքը, որը չի էլ թաքցվում, որ այսօրվա իշխանությունների այսպես քաղաքական օգնություն է իրականում եւ մեր ունկնդիրները կամ դիտողները եթե ուշադիր լսած կամ դիտած լինեին Ջեյ Դի Վենսի մամուլի ասուլիսը կամ անհայտարարությունը որ հետագայում արվեցին, հա, ընտրությունները այս տարվա կայանալիք միանշանակ մատննշվում է եւ մատննշվում է որ վարչակարգ ԱՄՆ-ի ուղիղ կերպով նախընտրական օգնություն է ուղղակի ցուցաբերում այսօրվա վարչախմբին Հայաստանում իշխող անթակույց կերպով, հա, եւ չեն էլ թաքցնում այսօր վաճառքի ներկայացուցիչները, որ այս այցը պետք է եւ կարողանալու են եւ ուզենալու են օգտագործել հենց նախընտրական քարոզչության նպատակներով։ Բայց ամեն դեպքում այդ պայմանավորվածությունները ինչ հեռանկարներ ունեն եւ առաջիկայում հնարավոր է զարգանա եւ երբ որ մենք զենք ենք գնում այդ երկրից, որքանով է պաշտպանունակությունը մեր բարձրանում, քաղաքական առումով նկատի ունեմ, որ նրանք շահագրգիռ են, որ այստեղ խաղաղություն լինի։ Տեսեք, ուղիղ մեջ բերեմ նախագահ Թրամփի խոսքը, որ Միացյալ Նահանգների իրենց ռազմական տեխնոլոգիաները եւ ռազմական օգնությունը տրամադրելու են այն պետություններին, որոնք իրենց պաշտպանության համար ջանք չեն խնայելու։ Այսինքն իրենց պաշտպանությունը իրենց ձեռքը վերցրել են, իսկ Միացյալ Նահանգները դրանց օգնելու են։ Հիմա մենք ակնհայտ է, որ մեր պաշտպանությունը մեր ձեռքը չենք վերցրել։ Հա, մեր երկրի սահմանների պաշտպանությունը, մեր
տարածքային ամբողջականության պաշտպանությունը մեր ձեռքը չենք վերցրել, կախված ենք, բացառապես կախված ենք այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի ողորմածությունից, հա եւ քմահաճույքից։ Տեսեք, ռազմակալված տարածքների մասին շատ են խոսում, բայց դրանք վերադարձնելու մասին չեն խոսում կամ ապավինում են ինչ-որ այո, սահմանազատման արդյունքում, որը 1.5 տարի մոտավորապես կանգնած է։ Իսկ այդ process-ը իսկի չի էլ սկսել, հա, եթե վերադառնանք 24 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Տավուշում ինչ էր տեղի ունենում բաց առանց իրավական հիմունքների, հա, դա Հայաստանից տարածք զիջել էր, իսկ իրավական հիմունքներ ստեղծելուց հետո ոչ մի սանտիմետր տարածք, ոչ մի սանտիմետր սահման չի զատվել, չի գծվել։ Այսինքն այդ գործընթացը օդում կախված ինչ-որ տեսական գործընթաց է, իսկ այդ սահմանազատման սահմանագծման հանձնաժողովները ամեն ինչ անում են բացի դրանից։ Հա, ինչ-որ ճանապարհներ են քննարկում, ծորեն են ներկրում Ռուսաստանից կամ Ղազախստանից մատակարարվող Վրաստանի միջոցով, հա, Ադրբեջանից Վրաստան եւ Հայաստան, հա, բենզին, վառելիք, բայց սահմանների մասին ընդհանրապես խոսք չի գնում։ Խոսենք նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրապարակումներից, նա ներկայացնում են ամրաշինական աշխատանքները, որոնք իրականացվում են, այս մասով ինչ կասեք, տարբեր քննարկումներ կան, որ իլուր աշխարհի չպետք է այդ ամեն ինչը ներկայացվի, բայց ամեն դեպքում ներկայացումը ցույց տալու համար, որ աշխատանքներ տարվում են եւ այնպես չէ, որ ոչինչ չի արվում։ Դե տեսեք, դրանից մի քանի օր առաջ ներկայացվեցին Հնդկաստանից ձեռքբերված զենքի եւ տեխնիկայի նմուշները, բանակում մի խոսք կա, չկա զենքի լավ նմուշը, կա շատ ու քիչը, հա, թե ինչքան է Հնդկաստանից ձեռքբերված կամ այլ աղբյուրներից ձեռքբերված զենքը մեզ բավարար իր տակտիկա-տեխնիկական բնութագրերով եւ քանակով, հա, դեռ մեծ հարց է, հա, թե ինչքանով են մեր զորքը պատրաստված այդ ամեն ինչը լիակատար կիրառելու, դա էլ է մեծ հարց։ Հիմա դուք կասկածում եք, որ պատրաստված չեն։ Ես վստահ եմ, որ այսքան ժամանակում հնարավոր չէր մեր հրետանին, օրինակ եւ հրետանու կառավարման համակարգերը տեղափոխել ամբողջությամբ այն հարթակի վրա, որով որ գործում է հնդկական հրետանին, կամ ամբողջությամբ հակառակ, ամբողջությամբ ինտեգրել։ Բայց 2-3 տարուց ավել է մենք զենքեր ենք գնում, բավական ժամանակ չէր սովորացնելու։ Ասեմ, շատ ավելի վաղուց ենք հնդկական տեխնիկա ձեռք բերում, դեռևս 20 թվականի դեկտեմբերին մատակարարվել է հնդկական ռազմական տեխնիկայի առաջին խմբականակը։ Այո, դա էլ ցույց է տրվել, դա հակային 20 թվականից 20 թվականի դեկտեմբերի մասին է խոսքը գնում, այո։ Պատերազմից հետո։ Պատերազմից հետո, բայց ակնհայտ է, որ դա նախաձեռնվել է դեռևս պատերազմից առաջ, դեռևս 2017 թվականի դեկտեմբերից գնում է խոսակցություն հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության եւ զարգացում նախկինների ժամանակվանից։ Դե ես անձամբ եմ դրան մասնակցել, հա, նաեւ դեռևս ռազմավարության կոմիտեի նախագահի օգնական եղած ժամանակ։ Գիտեմ ինչի մասին եմ խոսում, վստահ գիտեմ, հա, ասենք այդ ռադարներին առաջի հայն եմ եղել, որ ձեռքով կպել է։ Դեռևս Հնդկաստանում։ Բայց ամեն դեպքում կա շատ ու քչի հարց, հա, արդյոք մենք ունենք բավարար քանակի հրետանի, որ հրետանային պայքարի մեջ մտնենք Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև։ Վստահ եմ, որ ոչ, հա, եւ արդյոք ունենք այնպիսի արտադրական կարողություններ, որ կարողանանք դրա զինամթերքի արտադրությունը հասցնել ինքնաբավության մակարդակի։ Վստահ եմ, որ ոչ։ Հա, քանի որ արտադրական կարողությունների մեջ եւ մշակումների մեջ բավարար քանակի պետական միջոցներ չեն ներդրում, պետական բավարար հոգացություն չկա այդ ուղղությամբ։ Մյուս կողմից, ասենք, վերադառնալով Սուրեն Պապիկյանի կողմից այս ամրաշինական կառույցների գովազդային հոլովակին, առաջին հայացքից շատ այսպես վատ քողարկված փորձ է սեփական պաշտոնավարումը այսպես արդարացնելու համար։ Գիտենք, որ լիքը քննադատություն կա, հա, եւ իրենց պաշտոնավարման ժամանակ, Պապիկյանի եւ Ասարյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանը փոքրացել է, հողեր են խլվել, օկուպացվել, մոտավորապես 240 կիլոմետրի մասին է խոսքը գնում, միայն Գեղարքունիքում եւ Վայոց ձորում իրար հետ հաշված 20 թվականից այսքոմ 130 քառակուսի կիլոմետրից ավել ռազմակալվել է։ Ու այսօրվա պաշտոնյաները դեռ այն ժամանակ արդեն պաշտոնավարում էին։ Այս քննադատությանը ի պատասխան այսպես գովազդային հոլովակներ են նկարում հնդկական զենքով եւ ամրաշինական կառույցներով, որոնց իմիջիայլոց հրապարակելու իրավաչափության հացը բաց է, որովհետեւ պաշտպանության նախարարի հրամանով հաստատված ընդլայնված գերատեսչական ցանկի գաղտնիացված տեղեկությունների մեջ այս կարգի տեղեկությունները մտնում են։ Ներքին կառուցվածքը, հա, մարտավարտեխնիկական բնութագրերի զենքերի կամ ամրաշինական կառույցների տեղադրությունը, որը հոլովակից կարելի հստակ հասկանալ, թե որտեղ է տեղակայված այդ
ամրաշինական կառույցը կոնկրետ որտեղ որ պաշտպանության նախարարը գնացել է գովազդային հոլովակեր նկարում, ներքին կառուցվածքը թե քանի զինվոր կարող է այդտեղ տեղավորվել։ Օրինակ զենքի պահարանի չափից կարելի է դատել թե քանի հոգու համար է նախատեսված կոնկրետ այդ ամրաշինական կառույցը։ Այս սրանք այնպիսի բաներ են, որոնք անձեն աչքով տեսանելի են։ Հիմա դա փակ ինֆորմացիա պետք է լինի, Պետք է փակ ցուցադրվեր։ լինի, իհարկե չպետք է ցուցադրվի, առավել եւս ներքին կառուցվածքը, հա, նյութերը, որից որ կառուցված են եւ էլի լիքը բաներ, որոնց մասին բաց խոսում են, բայց միևնույն ժամանակ մեղադրում են ուրիշներին։ Ադրբեջանը այդպես չի անում, չի ներկայացնում։ Ադրբեջանը ներկայացնում է ուրիշ բաներ։ Ադրբեջանը ներկայացնում է իր ռազմական ցուցահանդեսի ժամանակ, ներկայացնում է Հայաստանին զինաթափող հարված հասցնելու կարողությունները։ Մենք այդպիսի հարված կամ հակահարված հասցնելու կարողություններ համոզված եմ, որ չունենք էլ դեռ։ Հա, եւ այս իշխանությունը, այս վարչակարգը ոչ մի բան չի անում։ Մինչդեռ ասենք օրինակ մեր քաղաքական ուժը ջատագով է այն գծին, որ պետք է ունենանք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, որում ներգրաված լինի երկրի ողջ բնակչությունը, զինված ուժերի բարձր պատրաստության մակարդակ, ոչ թե այսպես դիրքային կամ ինչ որ ամրաշինական կառույցներից, ամրացված շրջաններից մարդ վարելու, սահմանափակ մարդ վարելու կամ փոքրաթիվ հատուկ նշանակության ջոկատներով այսպես արանքները փակելու կարողություններ, այլ շատ ավելին, հա, եթե պատկերացեք, ասենք, եթե թուրքերն իմանան, որ Հայաստանում կա 3 միլիոն զինված մարդ, ընդհանրապես չեն մտածի Հայաստանի վրա հարձակվելու մասին, բայց իշխանությունը այդ ուղղությամբ ոչ մի բան չի անում։ Այսինքն ինչ որ ձևական վարժանքներ են անում, որի ներգրավում է խիստ սահմանափակ թվով մարդիկ, տարեկան մեր պահեստազորի առավելագույնը, ասենք 10%, հա, 10% շատ մեծ թիվ եմ ասում, 10%-ն էլ չի ներգրավում։ Եվ եթե նորմալ հերթականությամբ ներգրավեն վարժական հավաքներն, այս 10 նույնիսկ 10%-ի դեպքում 10 տարի անցնելու մինչև հաջորդ հավաքը։ Այդ 10 տարվա ընթացքում տեղանքն է փոխվելու, այդ կառույցներն են փոխվելու, ռազմական տեխնիկան է փոխվելու, զենքն է փոխվելու, մարդիկ են դուրս գալու այդ ստորաբաժանումների կազմից, նորեն են ներգրավելու։ Այսինքն խոսք չի գնում ընդհանրապես կայուն կազմով տարածքային պաշտպանության ստորաբաժանումներ կազմելու մասին, այդ տեղական պաշտպանության մասին չեմ էլ խոսում։ Տեղական պաշտպանության ուժեր իրապես ձևավորելու պարագայում, այսօր մենք սահմանամեծ գոտիներում չպետք է ունենանք չզինված բնակչություն։ Ոչ միայն տղամարդ բնակչություն, չզինված բնակչություն չպետք է ունենանք։ Մինչդեռ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում։ Ոչ մի միջոց չի ծախսվում, որպեսզի տեղական պաշտպանության ուժերը պատրաստ լինեն արագ անցնելու պաշտպանության հենց իրենց տեղանքի տարածքի իրենց բնակավայրի։ Թղթի վրա է մնացել այս ամեն ինչը։ Մինչդեռ մենք օրինակ լրիվ հակառակն ենք հայտարարում եւ հանրահրճակում։ Համատարած պատրաստություն հայակվեն, եւ մենք իհարկե միակը չենք, հա, բայց դրա մասին երևի ամենից բարձր մենք ենք խոսում եւ իրական քայլեր նաեւ մենք ենք ձեռնարկում, հա, մեր տարատեսակ կառույցների միջոցով եւ այդ մարտական պատրաստության, հա, եւ այս վերջերս նաեւ մեր տարածքային կառույցների միջոցով ԱԹՍ-ների կիրառման, ԱԹՍ-ների պատրաստության դասընթացներ էինք անցկացնում, հա, եւ այլն եւ այլն։ Եվ իրական պատրաստություն պետք է լինի համատարած, հա, չպետք է լինի մարդ, որը դուրս է մնացել երկրի պաշտպանությունից։ Մինչդեռ մենք գիտենք, որ օրինակ այս իշխանությունը ոստիկանության գվարդիա է ստեղծել, եւ այդ ոստիկանության գվարդիայի ծառայողները ազատված են հայրենիքի պաշտպանության մասնակցելու պարտավորությունից։ Իրենց ծառայությունը նույնիսկ պատերազմի ժամանակ ներսում է, դրսում չի, սահմաններին չի։ Սրանից ավելի պիղծ մոտեցում երկրի պաշտպանության դժվար է պատկերացնել։ Մարդ, որ պետք է ունենա ինչ-որ չափով ֆիզիկական պատրաստություն, մարտական պատրաստություն եւ այլն, ազատված լինի երկրի սահմանների, երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պարտականությունից։ Իսկ ինչ զենքեր մենք պետք է գնենք, որովհետեւ դուք ասում եք, որ կարծես մենք բազմաճյուղ չենք զբաղվում այս հարցով։ Մի քանի տեսակներից ենք օգտվում, ինչ պետք է գնենք ԱՄՆ-ից, որ համարեինք, որ լավ ձեռքբերում էր։ Լավ հակոբային պաշտպանության համակարգեր, հա, հեռահար, որը մենք գիտենք, որ օրինակ 20 թվական պատերազմից հետո մեր հեռահար համակարգերը, այս 300-ի մասին է խոսքը, հա, բավական լուրջ կորուստներ են կրել։ Թուրքերը լավ նկարել են եւ դա ինչու չեն գնել այդ դեպքում։ Ինչ բա թանկ են, ինչն է պատճառը։ Իհարկե դրանք թանկ են, հա, դա գնելու համար եւ հակաօդային պաշտպանության համակարգի մեջ ինտեգրելու համար բավական միջոցներ են պահանջվում, բայց այս իշխանությունը այդ միջոցները չի ծախսում։ Ծախսում է լրիվ ուրիշ բանի վրա։ Օրինակ այնպիսի բանի վրա, որով կարելի լավ PR-վել։ Օրինակ Su-30-ները, հա, որով լավ PR-վեցին, բայց որի համար օրինակ
կառավարվող հրթիռային զենքը, ինչև այսօր էլ կարծում չի եկել։ Երևի Հնդկաստանի վրա են հույսները դրել, որովհետև Հնդկաստանը լավ փորձ ունի դրա։ Հա, բայց դա արդեն 26 թվականն է։ 20 թվականից հետո 20 թվականի պատերազմից հետո 5 տարուց ավել ժամանակ է անցել։ Այդ կորուստները չեն վերականգնվել։ Եվ Միացյալ Նահանգները գիտենք, որ լավագույն հակաօդային պաշտպանության համակարգերն են սարքում աշխարհում։ Հա, մթնոլորտից դուրս հրթիռներ են խփում, մթնոլորտից ավելի դուրս գտնվող արբանյակներ են կարողանում խփել, հա, իրենց հրթիռային համակարգերով, բալիստիկ հրթիռներ են կարողանում որսալ եւ ոչնչացնել եւ այլն եւ այլն։ Իսրայելին տրամադրում են։ Մեզ չեն տրամադրում, չէ՞։ Մեզ չեն տրամադրում եւ դրա մասին խոսքը չի գնում։ Եվ այս մեկ անգամ է գործարքի ցանկում էլ խոսք չի գնում։ Իսկ մեր մյուս գործընկերների հետ, օրինակ Հնդկաստանի հետ, այն ինչ որ անում են, մոտակա գործողության կամ միջին գործողության հակաօդային պաշտպանության համակարգեր են ձեռք բերել, բայց հեռահարուր մնաց։ Իսկ Ադրբեջանի վաճառվել է այդպիսի զենքեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Միացյալ Նահանգները նոր պայմանագիր կնքվեց, ինչ տեսեք, Միացյալ Նահանգները նոր Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն են զարգացնում, հա, որովհետև կար IO 907 բանաձևը, որով որ արգելվում էր ուղիղ ռազմական օգնություն կամ վաճառքներ, հա, եւ տեսեք, այս մեկ անգամյա գործարքով հնարավոր է նաեւ կոնգրեսում հանեն այդ արգելքը Ադրբեջանին զենք եւ ռազմական այլ տեխնիկա վաճառելու։ Ուղիղ հայտարարվեց, որ ռազմածովային ուժերի համար ինչ որ մոտորանավակներ արդեն դրա մասին խոսվեց, բայց համոզված եմ, որ հաշվի առնելով թե ինչ հնարավորություններ են օգտագործում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները, անձնական կապեր, գործարար կլինի դրանք եւ այլն, խավերային դիվանագիտություն, գիտենք, որ ընդհանրապես չեն խորշում որևէ միջոց կիրառելուց իրենց նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ձևավորելուց, հա, հնարավոր է, որ շատ շուտ, շատ այլ եւ ավելի բարձր կարգի տեխնիկա մատակարարվի Ադրբեջանին։ Իսկ սրա այս մեծ մատակարարման գործարքի քաղաքական նշանակությունը երկսայրի է։ Մի կողմից լավ է, որ մեզ սկսել են ներառել այս հարաբերությունների շրջանակում, բայց դրա հակառակ մասն էլ կա, Ադրբեջանին էլ են ներառելու։ Հա, այդ նույն այդպիսի շրջանակում։ Եվ գիտենք օրինակ, որ Թուրքիան, որ երկար ժամանակ խնդիրներ ուներ Միացյալ Նահանգների հետ F-35 ինքնաթիռների ծրագրում ներառվելու հետ կապված, վերջապես համաձայնվեց հրաժարվել ռուսական S-400-ից, հա, հօգուտ ամերիկյան F-35-ի ներառվելու այդ ծրագրի մեջ եւ ստանալու այդ կրիտիկական տեխնոլոգիաները, կրիտիկական ուժը, ռազմական ուժը։ Հա, եւ մենք չպետք է ոչ թերագնահատենք, ոչ էլ գերագնահատենք Միացյալ Նահանգների հետ այս հարաբերությունները։ Այսինքն դու կարծում ես, որ պետք է հոբ համակարգեր տրամադրեին Հայաստանին, քանի որ մենք դրա կարիք ավելի շատ ունենք։ Շատ լավ կլիներ, շատ լավ կլիներ, բայց պետք է չմոռանանք, որ այս տարածքում Միացյալ Նահանգների դաշնակիցը Թուրքիան է։ Մենք գործընկերներ ենք, բայց Թուրքիան դաշնակից է։ Դժվար թե ամերիկան այնպեսի հոբ համակարգեր մեզ տրամադրի, որ դրանցով խփենք, ասենք ամերիկյան արտադրության կամ թուրքական արտադրության F-16-ները կամ F-35-ները։ Հա, հաստատ ինչ որ սահմանափակումներ կկիրառվեն։ Մենք դա կարող ենք նաև Հնդկաստանից գնել։ Լավ կլիներ, բայց Հնդկաստանը առայժմ հոբ համակարգերի գծով կարողություններով զենքեր է գնում։ Բայց Հնդկաստանը առայժմ հոբ հակաօդային պաշտպանության համակարգերի գծով դեռևս այնտեղ չի հասել, որ մենք կարողանանք ամբողջապես հույս դնել իրենց վրա։ Ռուսաստանը էլ գիտենք, որ խնդիրներ ունի, հա, ինքը իր կարիքները բավարարելու խնդիր ունի, կարիքները պահանջարկը բավարարելու խնդիր ունի։ Ճիշտ է, երբեմն այսպես գործարքները կնքվում են ինչ որ մատակարարների մասով, բայց հաստատ այնտեղ հենց փողի հետաքրքրություն ներկայացնող գործարքներ են։ Հայաստանի հետ Ռուսաստանը դժվար թե ունենա փողի հետաքրքրություն ներկայացնող գործարքներ։ Հա, ինչ որ փոքր բաներ կարող է մատակարարել, եթե նույնիսկ կարողանա էլ, բայց մեծ փող այստեղից չի գնա Ռուսաստան հաստատ։ Օրերս ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էր խոսում եւ ասում էր, որ Հայաստանում ռազմաարդյունաբերությունը արագ տեմպերով զարգանում է եւ անօդաչու թռչող սարքեր, հետախուզական, հարվածային ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ եւ այլն արտադրվում են Հայաստանում։ Դուք ինչ կասեք այս մասով։ Դե թող նայեն բյուջեի կատարողականին կառավարություն կամ հաջորդ 3 տարվա համար նախատեսված միջոցներին, 26-ից 28 թվականի համար նախատեսված միջոցներին։ Թվերը չեն կարող ստել։ Եթե նայենք ռազմաարդյունաբերության զարգացման բյուջեին, նախորդող 5 տարիների ընթացքում այն անշեղորեն թերակատարվել է շատ մեծ տոկոսներով։
շատ մեծ տոկոսներով 5.7 միլիարդ դրամ նախատեսված էր 2025 թվականի համար, կատարվել ընդամենը 2.4։ Եվ 26 թվականի համար արդեն այդ թիվը կրճատվել է, դարել է 4.9 միլիարդ։ Նոր զենքի սպառազինության նոր նմուշների մշակման համար նախատեսվել է ընդամենը 3.5 միլիարդ դրամ, որը 2019 թվականի ցուցանիշն է։ Այն ինչ որ 2019-ին փաստացի ծախսվել է։ Եվ խոսել զարգացման մասին, չզարգացնելով կամ չկատարելով նույնիսկ տրամադրված բյուջեով նախատեսված միջոցները ուղղակի կներեք երեսպաշտություն է։ Առավել եւս որ չի խոսում նաեւ սերիական արտադրության աճի մասին։ Եթե 2023-ից 25 թվականների համար նախատեսված էր եւ այդ թիվը մեկ անգամ չէ որ հայտարարվել է իրենց իսկ բերաններով, հա 171 միլիարդ դրամ, չնայած դրա 100% համոզված եմ չի կատարվել, ապա 26-ից 28 թվականների համար նախատեսվել է արդեն էլի մեջ են բերում իրենց իսկ խոսքերը 150 միլիարդ դրամ։ Մենք գիտենք, որ պետությունը այս ոլորտում մենաշնորհ գնորդ է եւ մենաշնորհ պատվիրատու։ Եթե պետությունը իր վրա վերցած պարտավորությունները կրճատում է, միևնույն ժամանակ շատ թույլ կատարողական կարգապահություն ունի հենց այդ ծախսերի կատարման իմաստով, իր սեփական ծախսերի, հա, իսկ ռազմավարության զարգացումը պետության իր վրա վերցած ռիսկն է, չմոռանանք։ Ապա ինչ զարգացման մասին կարող խոսել։ Կարող է հույսը դնել նրա վրա, որ խաղաղություն կլինի, բայց մենք գիտենք, որ այդ խաղաղություն կոչվածն կախված է միայն Իլհամ Ալիև եւ Ռեջեփ Էրդողանի խմաճուկից, ոչ այլ ինչից։ Խոսել էր Արմեն Խաչատրյանը, որ սերիական արտադրության 3-4 ծրնդի զինատեսակ է, հրետանային միջոց է։ Հա, ինչ որ բաներ կան, ականանետեր կան, հա, այդ ականանետերը շուտով կավտոմատացվեն, կդրվեն այսպես մոբիլ հարթակների վրա եւ այլն, բայց խոսել նրա մասին, որ աշխարհի ամենալավ հրետանին է, ինչ որ իրենք էին խոսում, հա, դա բացարձակ ստախոսություն է։ Հենց այո, այդպես ասվեց եւ դա բացարձակ ստախոսություն է, որ Հայաստանում արտադրվում է աշխարհի ամենալավ հրետանին։ Այլ որակում հնարավոր չէ տալ դրան։ Ընդհանուր առմամբ հիմա ինչ է կարծում, ինչու է այսքան շատ խոսվում այս պաշտպանվածության մասին, կարծում եք քարոզչական ընտրական տարի միանշանակ, այո, միանշանակ ընտրական տարի է եւ պետք է շատ իսկ ռազմական շքերթ անցկացնելու մասին է խոսվում առաջիկայում։ Շատ հնարավոր է որ Իլհամ Ալիևը դրա տեսքով մեզ հայ ժողովրդին ընտրակաշարք բաժանի Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու համար։ Չպետք է դա բացառել։ Ակնհայտ է որ ամեն ինչ անում են, որպեսզի այսօրվա վարչակարգը վերընտրվի, որովհետև այսօրվա վարչակարգը, այսօրվա վարչախումբը ինչ ուզում են տալիս է։ Հա, այլ բան չկա սպասելիք։ Այսօրվա վարչախմբից եթե հանկարծ վերընտրվի։ Հիմա ինչ են տվել օրինակ։ Բենզին, ճանապարհ ինչ որ ռուսական ցորեն կամ ղազախական ցորեն, հա, Միացյալ Նահանգների փոխնախագահի ձեռքով էլի ընտրակաշարք, որը քարոզչական մեծ դիվիդենդ, մեծ օգնություն է, հա, այսօրվա վարչակարգին։ Բայց մենք պետք է ընտրակաշարք, օրինակ էս ԱԹՍ-ների գործարքը կամ դեմա մենք ցանկացած բան կարող ենք ասել ընտրակաշարք է։ Ամեն լավ բան ներկայացնենք որպես արվում է այնպես որ Փաշինյանը վերընտրվի։ Լավ անցյալ տարի ինչ չէին տալիս։ Ինչ որ բան է փոխվել։ Դե օգոստոսի 8-ից հետո ասում է շրջադարձային է։ Այդ թող դրանից առաջ էլ տային։ Օգոստոսի 8-ին որևէ իրավական ուժ կամ իրավական պարտավորություն առաջացնող փաստաթուղթ չի ստորագրվել։ Ընդհանրապես որևէ ընդ որում նույն Միացյալ Նահանգների հետ առայժմ այս տրիպի շրջանակներում կլինի թե անցյալ տարի հունվարին հիշում եք դեռևս Բայդենի վարչակարգի օրոք էր էլի ինչ որ ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթ ստորագրվեց, որոնք որևէ իրավական պարտավորություն կողմերից որևէ մեկի համար չեն առաջացնում։ Մինչդեռ մենք գիտենք, որ արդեն այս տրիպի անվան տակ մեր կառավարությունը, ճակերտավոր մեր եւ ճակերտավոր կառավարությունը արդեն լիքը ծախս է անում։ Լիքը ծախս է անում, իսկ այն ճիպերը, որի մասին խոսվեց, եւ նաեւ արհեստական բանականության հետ կապված։ Մեծ գործարանի մասին խոսվեց։ Իհարկե շատ լավ է, որ այնպիսի ընկերություն ինչպիսին է Nvidia-ն է եւ այնպիսի կառավարություն ինչպիսին Միացյալ Նահանգների կառավարությունն է, ցանկություն ունի գալ Հայաստան եւ ցանկություն ունի թույլատրել այդ ամեն ինչը բերել Հայաստան։ Դա շատ լավ է։ Բայց ասում են աշխարհում մի քանի տեղ կա արհեստական բանականության դրանք կշատանան։ Իհարկե, մենք չգիտենք թե Չինաստանում ինչքան կան։ Հա, մենք չգիտենք թե Չինաստանը ինչ կարողություններ է թաքուն զարգացնում։ Իսկ Չինաստանը լիքը բան անում է թաքուն եւ ոչ այնքան թաքուն, հա։ Օրինակ ամբողջ Գոբի անապատը շրջապատել են կանաչ գոտով, այս վաղը չմիսօր այդ անապատի փոխարեն իրենք կլիման են փոխում, հասկանում եք։ Այդ անապատի փոխարեն կարող լինի կանաչ օազիս։ Հա, չգիտենք թե Չինաստանում ինչեր են կատարում, չգիտենք թե Հնդկաստանը ինչ է անում թաքուն։ Բայց միանշանակ դրական է, որ այս մեզ
արգելքների ցուցակից կամ հանում են կամ մտցնում են բարեկամների ցուցակի մեջ, բայց պետք է նաև սրա մյուս կողմին նայենք։ Այդ ամեն ինչը պահանջելու է մեծ էներգակարողություններ։ Հա, մոտավորապես 100 մեգավատ հոսանքի մասին էր խոսք գնում, էլեկտրական հոսանքի մասին էր խոսք գնում, երբ խոսվում էր ընդամենը 6000-ի կարգի այսպես գրաֆիկական այդ ակսելերատոր պարունակող AI գործարանի մասին։ Եթե եւս 40000-ն է գալու, հա, բազմապատկում ենք մոտավորապես էլի 6-ով, իհարկե գծային չի այստեղ կախվածությունը, բայց կարելի է մտածել, որ գոնե կնպատկվի էլեկտրական հոսանքի հզորության պահանջարկը։ 300 մեգավատը, որպեսզի պատկերացնենք, հա, Հայաստանում 1 գիգավատից մի քիչ ավել է արտադրվում։ Այսինքն դա մեր այսօրվա արտադրվող հզորությունները եւս 25% ավելացում է պահանջվելու։ Իսկ մենք օրինակ գիտենք, որ հիմա Երևանում, ասենք, ցանցը այնքան է խտացել, որ նոր հզորություններ ավելացնելը խնդիր է առաջացնում։ Եվ ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում։ Եվ այսպիսի մեծ հզորություններ մտցնել կամ մեծ էլեկտրական հզորություններ պահանջող գործարաններ, հա, իրենց իսկ խոսքերով կամ կառույցներ մտցնել հոսանքի ցանցի մեջ, հա, առանց խնդիրների չենք կարող։ Մյուս կողմից էլ ասենք այն ինչ որ ներկայացնում են լավ էներգետիկ հնարավորություններ, մոդուլային ատոմակայան եւ այլն, դրանք նույնիսկ թղթի վրա չեն ավարտվել։ Միացյալ Նահանգները դեռևս փորձ չունի այդպիսի մոդուլային էլեկտրակայաններ, ատոմային էլեկտրակայաններ կառուցելու։ Իսկ չիպերի հետ կապված ինչ կասեք։ Տեսեք, չիպերի նախագծում Հայաստանում անում շատ վաղուց։ Հա, Սինոպսիս ընկերության հայկական մասնաճյուղը 3 նանոմետրանոց, միգուցե նույնիսկ 2 նանոմետրանոց, դա այն cutting edge անգլիացիների ասած, հա, տեխնոլոգիաներն են, որոնց նախագծման փորձ Հայաստանում կա։ Արտադրությունը պահանջելու է շատ ավելի մեծ ներդրումներ։ Դրանք միլիարդ դոլարանոց գործարաններ են, որոնք Նպաստում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է անելու։ Հա, բայց չիպերի արտադրության մասին, հենց արտադրության մասին, խոսք այստեղ դեռ չի գնում։ Հա, դրանք այնպիսի բաներ են, որ 1 կամ 2 տարում չեն ծնվում այսպես օդից, հա, եւ այնպես էլ չի, որ իհարկե մասնագետներն են պետք, իհարկե պետք է որպեսի ենթակառուցվածքները դրա համար առաջանան, ջրի մաքրման, մաքրության եւ մնաց ամեն ինչի բյուրեղների աճեցման, արտադրական կարողությունների մշակույթի եւ այլն լիքը բաներ կան այստեղ, հա, որն այսպես հնարավոր չի բերել, դնել եւ աշխատացնել։ Այս վերջերս օրինակ Չինաստանում եղավ մի շատ լավ դեպք, հա, որ հոլանդական ընկերությունից ASML-ից բերել էին հենց չիպեր արտադրող սարքը, որը լուրջ, ամենալուրջ սարքն է, հա, փորձել էին քանդել, հերձել այսպես, հասկանալ ինչ է ներսում, չէին կարողացել հետ վերականգնել, պարզ է դարձել, որ դա փորձել են անել, պայմանագրի խախտումների ունեցած ամեն ինչով, եւ ստիպված են եղել շատ ավելի մեծ գումար վճարել հոլանդական մասնագետերին, նիդերլանդական մասնագետերին, որ գային այդ սարքը վերականգնեն, աշխատանք վիճակի բերեն։ Այսինքն այստեղ այնպես չի, որ պարզ տեխնոլոգիաներ են եւ կարող են դրանք բերվել դրվել եւ անմիջապես արտադրանք տալ։ Խոսքը շատ բարդ եւ այսպես երկարատև տեղադրման եւ կարգավորման ժամանակ պահանջող տեխնոլոգիաների մասին է խոսքը գնում, որը հնարավոր չէ, ել եմ կրկնում, 1 օրում կամ 1 ամսում բերել դնել եւ արտադրանք տալ։ Եվ այն ինչ որ այս կառավարությունը փորձում է ներկայացնել որպես այսպես հաղթաթուղթ, հələ թող մինչև այդ մնան էլի։ Մինչև քաղաքական հարցերն ասնեն, նախ Նիկոլ Փաշինյանի մեկ հայտարարությանը անդրադառնանք, նա ասում էր, որ լեզու չիմանալու պատճառով, անգլերեն չիմանալու պատճառով հաճախ զինվորականներ չեն կարողանում զենքերից օգտվել։ Իսկապես այդ խնդիրը այդքան մեծ է եւ այդքան բարդ է օգտվել զենքերից, որ մի քանի բառ նույնիսկ իմանալու դեպքում հնարավոր չէ կիրառել։ Տեսա բացարձակ քաղաքական հայտարարություն եւ տանում է իրենց հրճակած կրթվել նորաձև շարժման ուղղությամբ։ Ես համոզված եմ, որ այդ խնդիրը չկա։ Ինստրուկցիան կարդում են, չեն իմանում ինչպես օգտվել։ Բոլոր ձեռնարկները հնարավոր է եւ արդեն վաղուց թարգմանել են հայերեն։ Ես նույնիսկ գիտեմ, որ այս հնդկական արդեն բերված հրետանին ինտեգրվել է Հայաստանի զինված ուժերի հրետանու կառավարման համակարգի մեջ։ Դրա մասին խոսել են նույնիսկ հնդիկ մասնագետները։ Այս այնպեսի բան չի, որ ես ինչ-որ բացահայտում եմ։ Այսինքն դա ուղղակի հայտարարություն է։ Դա ուղղակի հայտարարություն է իրենց իսկ հայտարարած քաղաքական օրակարգի շրջանակներում, ոչ այլ ինչ։ Եվ ինչ է սպասվում ընտրություններից առաջ, մենք այսօր տեսանք, որ ուժեղ Հայաստանը իր վարչապետի թեկնածուին ներկայացրեց Սամվել Կարապետյանին եւ խոսվում է դաշտում արդեն խմբավորվելու մի քանի ճակատով հանդես գալու մասին, Հայաքվեն դեռևս չի խոսել թե ում է միանալու, բայց խոսվել է, որ պատկերացնում է, որ կոալիցիա պետք է լինի, միասնական մեկ հարթակով հանդես գաք, ինչ ծրագրեր եք անում, որ փուլում եք։
Եվ կհայտարարեք ձեր վերջնական որոշումների մասին։ Միասնական մեկ հարթակի մասին խոսելը ավելորդ է, որովհետև քաղաքական սպեկտրը փակելու համար մեկ հարթակը բավարար չէ։ Մենք նկատի ունեմ հայակվեն մեկ հայակվեն դեռևս հոկտեմբեր ամսին կոչ էր արել քաղաքական ուժերին, այո, միավորվել այն ազգային եւ ժողովրդավար, իրական ժողովրդավար ուժերին միավորվել, ներկայանալ մեկ ճակատով, ոչ թե բևեռով, ինչպես շատերը իրենց կոչում են, դաշինքային բանակցություններ ընթանում են, Հայկվեի քաղաքական հայտի մասին շուտով կհայտարարվի, որտեղ մեզ ուրիշ բան չեն թողել, արգելեցին փաստացի կարելի ասել ընտրություններին մասնակցել, այո, դիտորդական կարգավիճակով, փաստացի այլ հնարավորություն առաջ տանելու ազգային այսինքն դիտորդական առաքելություն դուք չեք իրականացնում ընտրություններին։ Օրենքը արգելեց։ Հնարավորությունը արդեն էլ չեն տվել, որովհետև այնպիսի լղոզված եւ ժամանակի մեջ չսահմանափակված քաղաքական գործունեության կամ քաղաքական դիրքորոշում հայտնելու վրա այնպիսի սահմանափակումներ են դրել, որ Հայկվեին ուղղակի այլ բան էլ չի մնում, քան ուղիղ մասնակցել ընտրություններին, ուղիղ չի նշանակում միայնակ եւ չի նշանակում, որ մենք եթե մեզ լինեն այնպիսի առաջարկներ, որոնք որ մեր քաղաքական գծի եւ մեր հավատամքին կհակասեն, մենք կմիանանք այդպիսի դաշինքների, հակառակը դաշինքային բանակցություններ կվարենք կամ վարում ենք, չբացեմ փակագծերը շուտով դրա մասին արդեն փետրվար ամսին։ Կարծում եմ, որ կամ փետրվարի վերջ կամ մարտի սկիզբ, դրանից ավելի ուշ արդեն անիմաստ կլինի։ Դրա մասին կիմանանք, դրա մասին կխոսենք։ Իսկ արդյունավետ կլինի, կարծում եք, մի քանի ճակատով հանդես գալ, ինչ հնարավորություններ է։ Քաղաքական սպեկտրը պետք է փակել։ Չպետք է մնա այնպեսի դատարկ տեղ, օրինակ, որ մնա չկողմնորոշված ընտրող։ Չկողմնորոշված ընտրողը 26 թվականի ընտրություններին լինելու է վատ ընտրողը։ Ընտրատեղամաս չգնացող ընտրողը լինելու է Հայաստանի Հանրապետության չքաղաքացի։ Քաղաքացիական պարտքը, պարտականությունը պետք է կատարել։ Անպայման պետք է գնալ քվետալ այն ուժին, որը ներկայացնում է այնպիսի ծրագիր, որ մարդու քաղաքական դիրքորոշմանը կամ հայրենիքի ապագայի մասին իր պատկերացումներին բռնում է։ Բայց մյուս կողմից էլ չպետք է գնալ եւ քվեարկել այնպիսի ուժերի, որոնք ես կարծում եմ, լինելով դիմախոս եւ ընդդիմադիր, որոնք ներկայացնում են իշխանության տեսակետը, որոնք կողմ են թույլ Հայաստանի, որոնք կողմ են Հայաստանի թրքացման կամ ստրկացման։ Բայց այդպիսի ուժեր կան։ Կան, իհարկե կան։ Կան, բայց արդյոք նրանք մասնակցելու են կամ այնքան մեծ ուժ ունեն իրենք, որ կարող են իշխանության հետ։ Դե գոնե ձայն կփոշիացնեն։ Դե գոնե ձայն կփոշիացնեն հօգուտ իշխանության։ Այսինքն մենք հակառակը, մենք նույնիսկ եթե պարզվի, որ դաշինքը, որ մենք կներկայանանք, չի հավաքի այնքան քվե ընտրությունների արդյունքում, որ թույլ կտա անցնել խորհրդարան կամ ներկայացված լինել, միգուցե չեմ երաշխավորում եւ չեմ էլ բացառում, միգուցե որոշում կայացվի սատարել մեկ այլ ուժի, որը այդպիսի հնարավորություն կունենա։ Բայց դե գիտենք, նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, չած բայց ճնշումները, լարվածությունները սկսվել են, այո, ամեն ինչ անուլ են, դրան կալանք են տվել, դե գիտենք, որ այսօր չեմ ուզում մեկնաբանել դատախազության կամ քննչական կոմիտեի գործողությունները, որտեղ դա կարող է այլտեղ այլ կերպ մեկնաբանվի, բայց գիտենք, որ այսօր իշխանությունը ոչ մի մեթոդից չի խորշում։ Առաջիկայում ավելի կլարվի իրավիճակը։ Կարծում եմ, որ այո, կարծում եմ, որ այո։ Բայց մենք տեսնում ենք, որ շատերին տնային կալանք են նաև տալիս։ Ինձ էլ կարող է վաղ տնային կալանքն կամ ձերբակալ են, ոչինչ չի բացառված, հա։ Ես տնային կալանքն միջոցը փոխում են տնայինի։ Որտեղ ձերբակալվածների պահպանման վայրերում պետք է տեղեր ազատեն, իհարկե։ Իհարկե։ Բայց նկատելի է, որ վերջին շրջանում որոշ падգամավորներ կամ իշխանության ներկայացուցիչներ այդքան ինքնավստահ չեն խոսում, որ ընտրություններին հաղթելու է իրենց թիմը։ Դե ներսում գզվրտվում են, ներսում էլ գզվրտվում են, չէ՞ ախր։ Տեսանք, որ օրինակ շատ տեխնացուների որակազրկեցին, ամենահայտնին դրանցից Հայկ Սարգսյանն է, որը անվերապահ, այսպես հավատարմություն էր ցուցաբերում իր քաղաքական ուժի պարագլխին, եւ հանկարծ դուրս մնաց, հանկարծ ինչ որ հարցեր առաջացան, եւ հանկարծ ինքն էլ չի բացառում, որ իր նկատմունքը բայց ինչի համար է գզվրտվում, ինչն է պատճառը կարծում եք։ Կռիվ իշխանության եւ մանդատների համար, կռիվ քաղաքական կշռի եւ քաղաքական հեղինակության համար։ Դա բնական է, բնական է։ Դե բայց դա չի նշանակում իրենք չեն ընտրվի։ Գաղափարական հենք չունեցող, գաղափարական եւ պետք է չմոռանանք նաեւ, լուրջ ընտրական հենք չունեցող, ընտրազանգվածի լուրջ հենք չունեցող քաղաքական ուժի համար դա բնական է։
Իսկ մենք գիտենք, որ Բայց ասում մենք առաջարկներ ենք ներկայացնում, հիմա ժողովուրդը կտեսնի այն ամենը, ինչ մենք արել ենք, դե լիքը ժամանակ ունեն այդ ամեն ինչ անելու։ Առավել եւս լիքը ժամանակ ունեն թույլ չտալու Հայաստանի տարածքների օկուպացիան, հա, լիքը ժամանակ ունեն նվազեցնելու աղքատությունը կամ բարձրացնելու թոշակները, իրապես բարձրացնելու թոշակները։ Գիտենք, որ այսօր թոշակների մասին մենք իհարկե շատ ենք խոսում, հենց հայակվեն եւ այսօր էլ հանրագրի ստորագրահավաք է իրականացնում թոշակների բարձրացման համար, բայց թոշակների մասին այսօրվա իշխանությունը խոսում է ինչ որ հիպոթետիկ հետվճարով, որը ոչ այլ ինչ է, քան ժուլիկություն, զեղծարարություն։ Հա, այն թվերը, որ ասում են, որ թոշակառուները կարող են ստանալ հետվճարի տեսքով, բացարձակ չի բռնում վճարվող թոշակներից, վճարվող թոշակների։ Բայց ամեն դեպքում իրենք կարող են ցույց տալ ինչ որ արդյունք ինչ որ հարցերում, սա կհամոզի ժողովրդին։ Եվ այս դեպքում ընդդիմությունը ինչ պետք է անի։ Դե իրենց ամեն դեպքում իշխանությունը ես ձեռքն է։ Իրենց հույսն այն է, որ մեր ժողովուրդը ունի վերլուծական կարողություններ եւ չի կարողանում եւ ընտրողը ունի վերլուծական կարողություններ եւ չի կարողանում նայել տողերի արանքում կամ հետազոտել փաստերը։ Իսկ փաստերը լրիվ ուրիշ բանի մասին են։ Փաստերը նույն մասին են, որ դեղերը Հայաստանում ունենք 4 անգամ ավելի թանկ են, 4-5 անգամ ավելի թանկ են, քան հարևան Վրաստանում։ Փաստերը նրա մասին են, որ Հայաստանի տարածքը փոքրացել է սրանց օրոք։ Փաստերը նրա մասին են, որ ճանապարհաշինարարությունը եւ այդ ասֆալտապատումը, որի մասին խոսում էին, դա փուչիկ է։ Հա, տեսնում ենք, թե մի թեթև անձրև է գալիս, ինչ է կատարվում փողոցների եւ նույն միջպետական ճանապարհների հետ։ Դրանք փաստեր են, անհերքելի փաստեր են։ Փաստեր են, որ գյուղական բնակավայրերում դպրոցներ են փակվում։ Փաստեր են։ Հա, շինում են մի 30-ատ շինում են, բայց մի 300-ատ էլ փակում են։ Փաստեր են, որ աղաղակում են Երևանում սեփականաշնորհված մանկապարտեզների մասին, բայց 2 հատ մանկապարտեզ են հետ բերել նախորդող 8 տարիների ընթացքում։ Դե բայց ամեն օր չասեմ, բայց Փաշինյանը հաճախակի էջում ներկայացնում է կառուցված դպրոցները, մանկապարտեզները։ Հա, մեկ էլ ինչ որ պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց տրամադրված հողերի դատարանի որոշումով հետ պետական սեփականություն վերադարձնելը կամ էլի ինչ որ մանր-մունր բաներ 4 միլիարդ կամ 20 միլիարդ գողացած փողի մասին էին խոսում, հա։ Այն ինչ էլ որ հետ են վերադարձրել, եթե հավաքական այդ թվերին, իրենց իսկ պարգևաճար են վճարել։ Չմոռանանք դրա մասին։ Դրանք էլ փաստեր են, որոնք չմոռանանք, փորձում էին թաքցնել, եւ միայն լրագրողական հետաքննող լրագրողները կարողացան այդ փաստերը ջրի երես անել։ Եվ չկարողացան հերքել, չկարողացան թաքցնել, բայց փաստը նա է, որ հաշված նախարարներն ինչ եք այդքան մեծ աղմուկ անում։ Փաստը նա է, որ այդ մի նախարարը 2025 թվականի առաջի կիսամյակի գործունեության արդյունքների գնահատականի հիման վրա ստացել է այնքան պարգև վճար, ինչքան միջին թոշակառուն թոշակ է ստանում ընդհանրապես թոշակ անցնելուց հետո, այդքան թոշակ է ստանում։ Իսկ սրանք իրենց մի կիսամյակի համար են պարգև վճար նշանակել այդքան։ Կոռուպցիան էլ պոզով պոչով ոչ է լինում, սա էլ է կոռուպցիա, բարձրագույն կարգի կոռուպցիա է, պետական համակարգված համակարգային կոռուպցիա է։ Սա փաստ է, ուրիշ ոչ մի բան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ էլ։ Զրուցում էի Հայակվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։